հոտությամբ ու Աստծո խոսք ենք խոսալու, մաքուր, պարզ Աստծո խոսք, որ ովքեր որ հայ են, գենետիկորեն, ընկալմամբ, գիտակցությամբ, իրանք բոլորը կան, միավորվեն։ Ես Տերաբելն եմ, հայրիկ ջան։ Տերաբելից հաշտան դուք այս պահին ձեզ Եղիշի համարում եք թե ոչ։ Ես ոնց կարամ համարեմ։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիշեք։ Եղիշեն զենքը ձեռքին կռվում էր։ Դուք ձեզ ինչ եք համարում հիմա։ Համեցեք, լսեք։ Այս խաչը, կներեք, շատ կներեք, այս խաչով մենք 1500 տարի միշտ խաչվում ենք։ Զոհվում ենք։ Եվ դուք նորից ինչ եք ուզում այս խաչով վրացնում եք։ Ես մտակ մի բան գիտեմ։ Այդ ժողովրդին կոչեք իզեն, որ դուք կա իրան պաշտպանի, ոչ թե մորթի անասունի պես։ Խոսվել էլի։ Կներեք, ես հետ եմ ասում։ Հայրիկ ջան, դրա մասին ենք խոսում, ցավը տան, մի վրթովի։ Չէ, ես ինչ եմ վրթովում։ Նույն բաներն ենք ասում, ցավը տան։ Մի սպաս, համբերություն, խնդրում եմ։ Ցավը տանը, ինչ համբերություն։ Մի վարքյան համբերի խոսում եմ։ Ուրեմն ժողովուրդ ջան, նայեք, շատ վտանգավոր բան է էմոցիաներին տուրք տալը։ Ես էմոցիայի մեջ չեմ ուզում, Չէ, լսի հայրիկ ջան, լսի։ Դուք ինձանից տարիքով եկել եք ասել եմ, ես այս 54 տարով չեմ խոսում, էլի 2000 եւ ավելի տարով փորձ ունեմ, ցավը տանը։ Որ ասում եմ, լսի։ Հա? Ես շատ զարգացած մարդ եմ, Շատ լավ։ մարդ եմ։ Քանի տարեկան եք։ 82 տարեկան։ 82 պատրաստ եմ։ Հիմա կշերքին որ դնենք 2000 տարեկանն ու 82 տարեկանը։ Միջնչին տարբերություն։ Լավ։ Նայեք ժողովուրդ ջան, մեզ կործանարարը էմոցիաներով շարժվելը։ Հիմա մեր էմոցիաները շատ հակասական են, շատ խառնիճաղանչ են եւ ավելի արագ արձագանքման շատ խնդիրներ ունենք։ Այս պահին այս ինչ գյուղը դատարկվեց, այս ինչ տեղը սենց մարդ մորթեցին, երեխեքին տարան անտառում սենց արեցին, այս նենց եղավ, ինչ ես եկել կանգնել խոսում դու այլ տերտեր։ Այս զգացականը մեզ խանգարելու է, որ մենք կարողանանք ճիշտ մեր գործողությունները անել։ Մեր հստակ գործողությունների հիմքում ընկած է միասնությունը։ Եվ այդ միասնությունը պիտի լինի Աստծո մեջ։ Աստծո մեջ միասնանալուց հետո զենք վերցնելը շատ հեշտ է, հաջորդ քայլն է։ Բայց եթե միասին չեղան այդ մարդիկ, միաբան չեղան, միախորուրդ չեղան, զենք չեն վերցնելու։ Ազգը պառակտված է։ Այո։ Հիմա մեզ պետք է այդ պառակտության ոգին հանենք։ Այդ պառակտության ոգին մի հատ հրեշ է, որին պետք է հանենք վերջտեղը։ Չէ։ Կներեք, հա։ Ոչ չենք հասկանում իրար։ Ոչ։ Ես մենակ մի բան եմ ասում։ Որտեղ հայը հասկացողներ կան, կներես, հայը հույսը դրել է իր վրա, կանգնել, կռվել ու հաղթել է։ Ապրես։ Որտեղ հավատացել է ուրիշին, անասունի պես սպանդանոց են տա։ Ապրես։ Ես հիմա ժողովրդին կոչ եմ անում։ Հավատացեք ձեզ, ուրիշ ոչ մեկի ժողովուրդ, եւ դուք կհաղթեք։ Հայրի խոսքն էլ է։ Հա, ապրես հայրիկ ջան, ապրես։ Եվ այսպիսով ժողովուրդ ջան, տարիքը պիտի իմաստություն բերի մեզ։ Եթե չի բերում, ուրեմն խնդիրներ ենք ունենալու։ Տեսեք, այս անհանդուրժողականության, այս անհամբերության, այս բոլոր սինդրոմները ինչից է գալիս։ Հակառակորդի վտանգավոր գործելակերպն է դա։ Ուրեմն հակառակորդը կենցաղային բառերով պիտի ասեմ, որպեսզի լավ պատկերացնենք, հա? Այն բանը դիմշաշ կան որ կա, չէ՞, որ սենց պատերազմի դաշտում սենց այդ ծուխ արցակող բաները սենց գցում են, չէ՞։ Ինչի համար են դա անում։ Որպեսզի այդ զինվորները, ովքեր որ իրար հետ համագործակցում են, մարդ են վարում, հա, իրար չտեսնեն։ Մենք մեկս մյուսի չտեսնենք։ Գիտեք, լսելը կարող ենք լսենք։ Սա խոսում են, գրում են, ասում են, հայհոյում են, էս են անում, են անում։ Ինչ եմ ասել նախկիններին, հա, նախկին իրանց եւ պոլիտտեխնոլոգներին եւ էլեկտորատին ինչ եմ ասել, ասել եմ տղեր, այնքան ասեցիք դավաճան, այս մարդը իմունիտետ դեռ բերեց։ Չեք հասկանում, որ դա չի օգնում։ Չի օգնում, այ ախպեր, այդ տեսակ բաները, այդ խոսքերը, այդ ասելիքները, այդ խոսույթը, այդ կեղծ օրակարգերը, այդ դիսկուրսը չի օգնում մեզ, չի բերում մեզ միասնության։ Դա տանում է մեզ անընդհատ պառակտության ոգի կա դրա մեջ։ Ուրեմն միաբանվելու հիմքում ընկած է, որ կարողանանք մեկս մյուսի տեսնենք,
մեր անելիքները, մեր գործը, մեր պատկերացումները տեսնենք, տեսանելի լինի։ Հակառակորդի հիմնական անելիքը դա է, որ մենք իրար չտեսնենք, մոլորվածի զգացողություն ունենանք եւ մեզ պատի անորոշությունը հենց պատեց հենց ստարովը շատ լավ գիտի, որ մարդը այդ ժամանակ դառնում է անպաշտպան։ Մարդը այդ ժամանակ դառնում է անօգնական եւ գալիս է ու խլում է իրանից հույսը։ Գողանում է հույսը։ Այսինքն, երբ որ գողացվում է մեր հույսը, չէ՞, մեր մոտ process է սկսում։ Ուրեմն հուսալքության հույսը կամած լքում է մեզ եւ մենք հիմա եկել ենք հասել ենք հուսահատության եզրին, այսինքն հույսը կտրվելու եզրին։ Հա? Դա հաջողությամբ իրագործել է հակառակորդը։ Եվ իր գործիքակազմի մեջ այդ մթնոլորտը, այդ վիճակը ստեղծելու ամբողջ դիսկուրսը, խոսույթը սկսվել է սև ու սպիտակ իրականությունից։ Չինացիների նման հին ժողովուրդ ենք, բայց այսքան իմաստություն չունեցանք, այդ ինյանի գաղափարը օգտագործենք, այդ սև ու սպիտակից պրծնենք այ մարդ։ Որովհետև եթե չլինի սևը, մենք սպիտակը չենք նկատի, եթե չլինի սպիտակը, մենք սևը չենք նկատի։ Սա մարդու համար ավելի ընկալելի է, ավելի հեշտ է։ Հիմա մեր ասածը, մեր մտածածը ինչի է դժվար լինելու, որովհետև երրորդ բան ենք ասում, ինյանից դուրս բան ենք ասում։ Որովհետև հակառակության ոգին, երբ որ վերանում է մեզանից, այդ ծուխը, այդ մշուշը կեղծ ստեղծված վերանում է, ու մենք տեսնում ենք իրար ու հաղորդակցվում ենք, հենց նոր քիչ առաջ, չէ՞։ Վայ, Կարեն ջան, դու այդ սրտաբանը չես, հա, բայց ես ու սենց ախպերս։ Էմիսը, վայ, Դավիթս աստեղ։ Այս մեկը, ես ես կարամանեմ, ես են կարամանեմ։ Ես պարզ հարց եմ տալի, ասեմ ժողովուրդ ջան, ինքնաբուխ հավաքվում ենք 50,000 հոգի, չգիտեմ, խելացի մարդիկ են գալիս, թե անխելք են գալիս, արձագանքյաններ են գալիս, թե ովքեր են գալիս, ինչ է խոսում, ինչ են անում, հաջորդ օրը տերմես մնացել են 5,000 հոգի։ Ինչի՞ է տենց։ Որտե՞ղ մեր ժողովուրդը ներողություն էլի։ Հասկանում է, որը որից հետո է։ Այդքան հեշտ չի խաբել մեր ժողովրդին։ Հեշտ չի։ Մենք խաբել ենք մի կետից, ժողովուրդ ջան։ Խաբել ենք մի կետից եւ այդ կետը ատելության խոսույթն է մեր լեքսիկոնի մեջ։ Ամբողջ հայերով պիտի Աստծո առաջ ներողություն խնդրենք ու ասենք. ես իմ քրոջը, իմ աղբորը անվանել եմ ժեղ։ Ներողություն եմ խնդրում Աստծուց։ Ես իմ քրոջը, իմ աղբորը անվանել եմ, չգիտեմ, այսնչապաշտ, այննչապաշտ։ Մյուսը պետք է գա ասի, ես դրան պիցայակեր եմ անվանել։ Եթե այս անկեղծ խոստովանությունը այսպես բռնի մեզ, մենք բռնկվենք այս անկեղծ խոստովանությամբ, որ մեր կառավարության, մեր իշխանության բոլոր սխալների մեջ մենք էլ բաժին ունենք։ Մենք ինչ ենք անում։ Ես 88 թվից եմ այս ամեն ինչի մեջ, ժողովուրդ ջան։ 88 թվի մենք էլ եկանք, պայքարեցինք, բանալինք, սովետներից խլեցինք իշխանությունը, տվեցինք մեր տղերքին, Ղարաբաղ կոմիտեի ու մենք գնացինք տուն։ Դե դուք ինչ անում եք, արեք։ Ժողովուրդ ջան, եթե մարդը աստվածավախ չեղավ, աստվածապաշտ չեղավ, հենց բերում ես մոտիկացնում ես այդ կերամանին, թե չէ մեկի տերում ես չաղացավ ու մի անգամից մոռացավ ամեն ինչ։ Հիշեք էլի մի հատ մեր սիրելի աղբոր լայվերը են, բանը մատիտով խազած տնից, բանից, տենց երեխեքը, բանը, Արփինե ջան, ինչ ես խանգարում, Արփի ջան, մեր քարոջ արշավը, չէ, վայ, Արփի ջան։ Այդ պարզ հասարակ մարդը, որ վերցրել էր բանը, ինչա, Ռոբերտ Քոչարյանենց, Սերժենց այդ ապարտամենտները նկարում են, ասում ժողովուրդ ջան, այս ձերն է, այս իմը չի մենակ, այս ձերն է։ Հիշեք էլի այդ հեծանիվով գործի եկողները բան ուր են, ինչ եղան։ Ուր գնացին։ Եկան կերամանին մոտիկացան, վրաս արդեն ասֆալտի գրանտները իրանցը դարավ։ Վրաս տղերք, եկեք խոստովանեք ձեր այսօրվա լափածը, որ այս ժողովուրդը չգիտի, որ հիմա լափում եք։ Այդ չի նշանակում, որ դուք չեք լափում, էլի։ Ինչի՞ է ձեզ հաճելի ու հեշտ
նախկինների վրա գցելը, որ այսօրվա ձեր արածը չերևա։ Ինչից խոսում ես, նախկիններն են մեղավոր։ Մեր ժողովուրդն էլ, այն մարդիկ, ովքեր որ աստվածապաշտությունից հեռացել են, հիշեք էլի մի քանի տարի, մեծերը ինձ լավ կհիշեն, երիտասարդները կարող է չհիշեն։ Ընդեղում արձաններ, Լենինի արձաններ, անթաղ Լենինի, սատանի ճտի, որ տենց է թաղման էլ չարժանացավ։ Ինչ էինք անում Լենինին, ժողովուրդ ջան։ Պաշտում էինք, կուրք էինք սարքել։ Որովհետև այսօրվա մեր պահվածքը նույն բանն ապացուցում։ Բոլորը գալիս եք ասում եք առաջնորդ չկա, որ պաշտեք։ Մեր առաջնորդը Աստված է, Աստծու պաշտեք։ Իմ նման հիմարին ընենց կբերի կխոսսնի, ընենց 400-500 հազար մարդ կբերի ստեղ կավակի կմնաք զարմացած։ Ու խնդրում եմ, հիշեք, շատ զգուշ վերաբերվեք եւ հարց տալիս եւ միջամտելիս, որովհետեւ հպարտության դևը կրնգակող հետևիցս գալիս է։ Կրնգակող, որ ասի վա, տերաբել հլա տեսես ինչ լավ տղա ես, դու ես քանին հավաքել ես, հլա բա, ես էլ ասեմ հայել ես, ես եմ անում այդ ցավը տանեմ։ Մի հատ է ձեռս ինչ որ բանով sense կապենք սրտի նման արունը նկարենք բան, ես էլ իմիջ ստեղծեմ բան, տենց ինչ որ Մոնթեի թրաշը պահենք, ես անենք այնան։ Այդ ամեն Աստված տեսնում։ Ժողովուրդ ջան, պատկերացրեք այդ 400-500 հազար մարդը մի մարդու նման Մոնթեի նկարով Facebook-ը գմփսնի։ Բարիս բուն իմաստով ու Facebook-ին ասի եղբայր, այս մարդը մեր ազգային հերոսն է։ Դու քեզ սաղին բլոգում։ Դե վերցրու ես քանից բլոգի։ Մենք տեխնոլոգիան կիրառել չգիտենք, օգտագործել ինչ ահմեջ չգիտենք։ Այո, որովհետև մենք չենք սովորել մեդիա գրագիտություն, չունենք մեդիա գրագիտություն, մենք մեդիա ֆիլտրներ չունենք։ Ով ինչ ասում է լսում ենք։ Հիմա նայեք ինչ է կատարվում։ Արցախցի երեխեքի նկարները վրաս տարածենք, կորելա, էսելա կորել, ես ինչ արեցի, դեռ մենք այս լալկանության, այս բանի, այս ողբի ժողովուրդ։ Գիտեք, քանի ապրիլի 24-ի եմ վեր կացել ու սարսափելի խոսել ես մասին, որ հերիքա, գարունա, ձուն եկավ, սենց եղավ, նենց այ մարդ սիրում ենք, հարգում ենք, սևակին էլ, մեկին էլ, մյուսին էլ, հերիքա, մի լացեք։ Եկեղեցին բերեց սրբադասեց, որ չլացենք, որ հասկանանք, որ տենց չի։ Երեք ասում էի, չէ՞ այդ խոստովանության մասին, որ դասական սփյուռքը մեր սիրելի քուրարը եւ եղբայրները, չէ՞ որ դրսում են, բան ոչեմ այդ արևմտահայերեն ազգատոհմիկ սենց եւ այլ եւ այլ։ Ասում եմ ժողովուրդ, ձեր ազգանունները մի հատ նայեք, էլի ձեր ցավը տանեմ։ Քաբաբջի, դեմիրջի, էսինչջի, էնիչջի, խի չեք փոխել ձեր ազգանունները։ Խի այդ երազանքը չեք ունեցել, որ գնում ենք Հայաստան, Արցախը բնակեցնում ենք, այս սենց ենք անում, այս եթե չենք արժևորում այս ամեն ինչը Աստված վերցնելու է մեր ձեռից։ Աստծո ինչ տարբերություն Աղավնոյում ով է։ Ես Աղավնոյի ել եմ ասում, վերջին դուսեկողներից մեկն եմ։ Գնացել եմ Աղավնո, ասում եմ ժողովուրդ գետը հոսում է կողքներով մի 10 մետր են կողմից թեքությունը այն աստիճան է, որ եթե խողովակով ջուր բերեք ձեր այգիները դրախտի կվերածվի։ Մտել եմ այգիները, այս իմ բոյին փշերը աճած, ծառ չկա տնկած։ Ես թշնամուն սիրում եմ։ Ու գիտեք ոնց եմ սիրում։ Էսա որ սկսեմ ապտակ տալը իրան, իմ սերը արտահայտվելու է։ Սերը նես չի որ մենակ սիլիբիլի եմ անելու, չէ։ Ալիևենց որ տփենք մի ղայիմ պատերազմով։ Այն ժամանակ այդ մեր սերը կարտահայտվի։ Այդ մարդիկ կիմանան, որ երկյուղի մեջ պիտի լինեն աստվածային։ Չեն կարա գան մեր սրբավայրը քանդեն, վրեն կանգնեն, ասեն Ալլահ ակբար։ Չեն կարա։ Իրավունք չունեն, որովհետև սա Աստծո ժողովուրդն է։ Էս ում ժողովրդին եք վախեցրել, էս ինչ եք արել։ Էս ոնց եք մցրել էս խեղճամտության մեջ։ Էս իմ ժողովուրդն է, էս իմ հայ ժողովուրդն է։ Էս ոնց եք կարեցել էս ժողովրդին խաբեք։ Այն խոսքը, որ սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, մենք փոխելու ենք ու ասելու ենք, անվախ եղեք ժողովուրդ։ Այո, ինչից վախ։ Ձեր ցավը տանեմ։
Ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, հիմա մենք վախում ենք մահից։ Ով որ վախում է մահից, հարության հետ կապ չունի։ Տիրոջ հարության հետ կապ չունի։ Մեր ազգը հարության Աստծո խոստովանող վկայող ազգն է։ Եթե մենք այսօր վախենանք մահից, ինչ արեց։ Սարգսյանը ինչ արեց։ Մեր Վազգեն Սարգսյանը, մեր սպալապետը ինչ արեց։ 500 մահապարտով բեկում մցրեց սա։ Տեսեք, դասական Սփյուռքից առաջին Արցախյան պատերազմում մասնակցել են ընդամենը 300 հոգի։ Քանի միլիոն է դուրսը։ 10 միլիոն։ Շատ լավ։ Եղբայր, որ մենք ստեղ այս երկրում ապրում ենք, այս զրկանքները կրում ենք, այս ամեն ինչի մեջով անցնում ենք։ Դուք էլ գաք մեր ռեստորաններում քեֆ անեք սիրուն։ Օ, Հայաստան է, ինչ աղբոր է, ինչ լավ է, ու գնաք Լոս Անջելեսում փողոց փագեք։ Հետո ինչ տղեկ, դրանով ինչ եք ուզում ապացուցեք։ Մենք Արցախի քովն ենք։ Ուր եք։ Որտեղ եք Արցախի քովը, որտեղ եք տղերք։ Եկեք կանգնեք դե։ Գնացել եք այդ, չգիտեմ, ուրիշի հայրենիքը շենացնելու։ Հայեր, հարց եմ տալիս, պատասխանեք։ Թիֆլիս ով է կառուցել։ Հայեր։ Ապրեք։ Ավե, Բաքուն ով է կառուցել։ Ուր է Թիֆլիս, ուր է Բաքու։ Իսկ Հայաստանով քանդեց էլի հայերը։ Էլի հայերը։ Սա ուրեմն մեր մեջ ինքնատիացության, ինքներս մեզ ատելու, հա, սարսափելի անեծք է։ Ռուսերեն, որ գնում ենք բժշկի մոտ, քիթ կորտական որ կա, ոնց է իրանց մոտ գրած։ Լոր, ինչ է գրած կաբինետի վրա։ Ուխը, գորլը, նոս։ Այսինքն, ռուսները սկզբից լսում են, հետո խոսում են, նոր ինավ քիթը խոթում են։ Իսկ հայերի մոտ գրած է քիթ, ականջ, կոկորտ։ Քիչ, հա, քիչ, կոկորտ, ականջ։ Սկզբից քիթներս խոթում ենք, ուսում ենք բղավել, ու վերջում էլ լսում ենք, տենում ենք, ոչ մի բան հետ կապ չունեինք, աղբեր ջան։ Այս ինչ որ խոսում ենք, ոչ մի բան հետ կապ չունեինք։ Չէ, տես չի։ Հիմա սիրելի հայեր, այս մեր ներքին բնավորությունները մենք պիտի կարողանանք հաղթահարենք։ Պիտի կարողանանք հաղթահարենք։ Սերը հենց դրանով է դրսևորվում, որ այդ գովազդային հոլովակի նման այդ մտածած, ճակատագիր է, սենց հիմա ճակատագրի մասին խոսամ, լավ։ Վարակվել ենք թուրքերից։ Ճակատի գիր։ Չէ՞։ Նայեք ժողովուրդ ջան։ Կեղծ քարոզչության արդյունքում սովետի ժամանակ այն որ Զեյնաբ Խալնարովան գալիս էր ստեղ երգում էր։ Հիշում եք։ Այն ինտերնացիոնալիզմի գաղափարներով, որ սենց եղբայրական ժողովուրդները բանը հիշում եք, չէ՞ տարիները։ Այդ ժամանակվանից փոխանակ իրանք մեր քրիստոնեությունից վարակվեին, մենք իրանք մուսուլմանությունից վարակվեցինք։ Ինչի, որովհետև մենք եկեղեցիները քանդել էինք։ Մենք մեր քահանաներին անարգել էինք եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ ինչն է խնդիրը ճակատագրի հետ կապված։ Մարդը մտածում է, որ ինքը կապրի այս կյանքում կգնա, կկանգնի Աստծո առաջ, երբ որ պատասխան տալու ժամանակը կգա, պատասխանատվություն, չէ՞, բառը ասում է։ Հենց որ գա պատասխան տալու ժամանակը, ասի Աստված ջան, ինչ գրել էիր այն ա եղել, ինձնից ինչ ես հարցնում։ Այսինքն դու որոշում կայացնելու իրավունք չէիր ունեցել այդ ընթացքում։ Դու քո կյանքի տերը չես եղել։ Ժողովուրդ ջան, միջալոց տենց է, բոլոր հոգևոր զրույցների ժամանակ մարդիկ վկայել են, ասում են Տեր հայր ջան, հենց հարցը գալիս է որ տամ, մեկ է սպասում, տենում եմ մի քանի քայլ հետո պատասխանը տվեցիր։ Ուրեմն խնդրում եմ հիշեք հայր, լսելը խորագույն մշակույթ է։ Լսելու ժամանակ մարդը պիտի կարողանա իր մտածումները մի պահ դնի մի կողմ։ Ինձ ով որ հարց է տալիս, ձեզ անկեղծ ասեմ, զգում եմ որ պահին է ինքը միացել ինձ։ Ու այդ միանալու պահին ինչ որ հասկացել է, այդ բռնել է, ու սենց իր մեջ, ես արդեն սենց գնացել եմ, ես իմ ուր եմ հասել, բայց իր մեջ սենց էփում է այդի։ Մեկ էլ հարց է տալիս։ Այդ հարցից հասկանում եմ, որ այդ մարդը ինչ չի լսել։ Ժողովուրդ ջան, խորագույն, մեծագույն մշակույթ է լսելը։ Ուրեմն, սիրելիներ, ինչ վերաբերում էր ճակատագրին, դա կեղծ
իրականությունն է։ Աստծո կողմից նախասահմանված է, որ ով երբ է գալու այս աշխարհ, երբ է այս աշխարհից գնալու։ Դա մենք ճակատագիր չենք կոչում, ասում ենք Աստծո նախասահմանություն։ Եվ Աստծո նախախնամության մեջ է մտնում մեր կյանքը, որ Աստված նախապես խնամք է տանում ամեն մեկիս համար, որ մենք ճշմարտության գանք ճշմարտությունը ճանաչենք։ Այդ խնամքը տանում է Աստված մեր նկատմամբ։ Բայց այդ ընթացքում մենք ազատ կամք ենք ունենում որոշումներ կայացնելու եւ մեր որոշումների ճանապարհով գնալու։ Շեղվեցինք Աստծո ճանապարհից, նորից է հնարավորություն տալի վերադառնալու։ Էլի շեղվեցինք, նորից հնարավորություն տալիս։ Դրա համար ինչի ենք ասում մենք, այդ անընդհատ շեղվողներին, որ տեսնում եք, մի դատեք։ Ցանկացած պահի կարա գա միանգամից մեջտեղում հայտնվի այդ մարդը։ Գա ուղիղ Աստծո կենտրոնում հայտնվի։ Ուրեմն խնդրանքս է, որ մենք երեք շատ վկայություն եմ ստացել շատերից հետ։ Արի ասեմ։ Դու էլ երկու անգամ լացեցիր հանգստացար, չէ՞ երեք։ Նայեք ժողովուրդ ջան, շատ հստակ այստեղ հավաքվածներս, չէ՞, սենց այդ ոգին ստեղ ջարդենք, շրենք, այդ վիճակը բացարձակապես բացակայում էր մեր մեջ։ Ու մենք խաղաղ դեմքերով սենց կանգնած խոսում ենք։ Սովետը դրա համար էր վախեցել մեզանից, ասում ռելիգիա это опиум для народа։ Այդ դու միասա ամենաուժեղ օպիումը ինքն է։ Սիրելի հայեր, խորհրդային միության, չաստվածության տարիների դաստիարակության սարսափելի լծի տակ մեծացած իմ հայրենակիցներ, խնդրում եմ ձեզ, թողեք բոլոր բարակտությունները, թողեք բոլոր ներքին խժդժությունները, թողեք բոլոր անհամաձայնությունները։ Մեզ ասում են, հիմնականում մեզ ասան, բայց ձեր Գարեգինը խիչի սենց անում, խիչին ենց անում, ասում լսի, մի հատ առակ եմ պատմում։ Կաթոլիկ եկեղեցու դիմաց գալիս են բողոքական եկեղեցուց ցույց են անում։ Դուք մանկապիղծ եք, դուք սրբապիղծ եք, դուք չգիտեմ, ես եկեն եք, համասերամոլներ եք, ռադեղ եք, գնացեք, փակեք այս եկեղեցիները, վանքը քանդեք եւ այլ եւ այլ։ Եպիսկոպոսը դուրս է գալիս, ասում է, տղեկ ջան, այս ցույցը տրանսպարանտներով բանով կանգնած է։ Այս ցույցը ով է կազմակերպում, ասում է, այն ծառետակի կանգնած տղան է։ Գնում ասում է, ցավը մեզ դու ես կազմակերպել, ասում է, հա, ասում է, մեռնեմ կյանքիդ։ Այս ահագին դարերը ներսից փոսում ենք, քանդենք, չի քանդվում, էսի դրսից վավշե չի քանդվելու, ցավը տան։ Իզուր գործով եք զբաղված, թողեք գնացեք։ Մեր եկեղեցին աստվածային կառույց է, աստվածադիր կառույց է, առաքելահիմն կառույց է եւ որևէ մարդկային գործոն չի կարող խաթարել մեր եկեղեցին։ Մեր եկեղեցին սուրբ է։ Այսօր մենք Սուրբ Գրիգորիսի բարեխոսությունը պիտի խնդրենք։ Այսօր Սուրբ Հովանես Մկրտչի բարեխոսությունը պիտի փնտրենք, որ Գանձասարին վտանգ չսպառնա, որ Ամարասը հետ վերադարձնենք, որ ոգեկոչենք մեր հայրերին, ոգեկոչենք մեր մեծերին, Թումանյանին, Համոսահյանին, Հրանտ Մաթևոսյանին, որ ասերա 21-րդ եկել է 20-րդ դարենք ասել նորից կոտորվենք այ ժողովուրդ։ Ու ոնց կեղտոտ քարոզչության, որ դուք դավաճանազգ եք, սենց եք, նենց եք, դուք սենց եք, դուք խեղճ եք, դուք ոչ մի բան չեք կարա, ոչ մի բան չեք կարա։ Ո՞վ ասե։ Չվախենաք։ Հայեր, չվախենաք։ Մենք Աստծով հզոր ենք, անբացատրելի հզոր ենք։